բարեկամներ, գարնանը միշտ հոտ է գալիս ոչ միայն հալվող ձյան և թարմ կանաչի, այլև փոփոխությունների։ 2026 թվականի մարտի օդը բառացիորեն հագեցած է անսպասելի առաջարկների և շահավետ գործարքների էլեկտրականությամբ։ Երբ աստղերը դասավորվում են հատուկ շրջանագծով, տիեզերքը կարծես աչքով է անում մեզ, բռնեք պահը։ Մարտի 13-ը նշանավորում է մի յուրահատուկ ժամանակաշրջանի սկիզբը, որը ես անվանում եմ գարնանային փողի փոթորիկ։ Ոչ բոլորն են զգալու ճնշող էներգիա, բայց 6 հաջողակ մարդիկ կունենան եզակի հնարավորություն մեկ ընդմիշտ ամրապնդելու իրենց ֆինանսական անկախությունը։ Կարևոր է չհորանջել, այլ գործել, օգտվելով ձեր հնարավորություններից, երբ դրանք թռչում են։ Ուշադրություն դարձրեք։ Մոլորակները պատրաստ են ձեզ նվերներով լցնել, գլխավորը ձեր գրպանները լցնելն է։ Այծեղջյուր։ Հնարավորությունների մագնիս։ Դուք այծեղջյուրներ միշտ հայտնի եք եղել ձեր կառուցելու ունակությամբ, նույնիսկ երբ ձեր շուրջը պատերը քանդվում են։ Բայց սկսած 2026 թվականի մարտի 13-ից դուք նույնիսկ տիտանական ջանքեր չեք գործադրի։ Բախտն ինքն է սկսելու թակել ձեր դուռը։ Սխալների ուղում և մեծ բոնուսներ։ Այս ամսաթվից հետո առաջին 10 օրվա ընթացքում ակնկալեք մարել հին պարտքերը կամ ավարտել այն նախագծերը, որոնք կախված են եղել ինչպես մեռած բեռ։ Այս միջոցները կդառնան ոչ միայն կանխիկ, այլև վառելիք ձեր առաջընթացի համար։ Դուք կկարողանաք մարել հին վարկային պարտավորությունները, որոնք ձեզ շղթաների պես ներքև էին քաշում։ Ազատվելով այս բեռից, դուք ձեզ աներևակայելիորեն ազատ կզգաք որոշումներ կայացնելու համար։ Ներդրումներ ինքներդ ձեզ վրա։ Այս ժամանակահատվածում շատ շահավետ է ծախսել կրթության կամ մասնագիտական զարգացման վրա։ Այո, այծեղջյուրները հակված են խնայել դասընթացների վրա, բայց հիմա սա ծախս չէ, այլ արժեքավոր ներդրում։ Մարտի վերջին ձեռք բերած գիտելիքները իրենց առաջին դիվիդենդները կտան մինչև մայիս, զգալիորեն գերազանցելով ձեր ծախսերը։ Ձեր համառությունն ու սպասելու ունակությունը կխաղան ձեր օգտին։ Դուք կկարողանաք մասնակցել որոշ բիզնեսների, որոնք մյուսները վախենում էին սկսել։ Կարիճ, ֆինանսական դետեկտիվ։ Օհ, կարիճներ, ձեր տարերքը կիրքն ու լիակատար վերահսկողությունն է, բայց այս անգամ, որպեսզի հարստանաք, դուք պետք է մի փոքր թուլանաք և վստահեք հոսքին։ Մարտի 13-ից սկսած փողը ձեզ կհասնի այլ մարդկանց և անսպասելի հայտնագործությունների միջոցով։ Գաղտնիքը դառնում է պարզ և շահավետ։ Մարտի կեսերը կբերեն շատ արժեքավոր տեղեկատվություն։ Հնարավոր է դուք իմանաք կառավարական ծրագրի, սուբսիդիայի կամ նպաստի մասին, որի մասին երբեք չգիտեիք, կամ կգտնեք մոռացված բանկային հաշիվ։ Սա ժամանակն է հին փաստաթղթերը զննելու և արխիվները ստուգելու համար, որտեղ փոշի եք փնտրում, այնտեղ ոսկի կգտնեք։ Գործընկերության կախարդանքը։ Այս անգամ ձեր ֆինանսական անկախությունը կապված է ձեր գործընկերների հետ։ Մի կառչեք միայնությունից։ Եթե ձեր կապիտալը միավորելու կամ համատեղ բիզնես սկսելու առաջարկ եք ստանում մեկից, ում ինտուիտիվորեն վստահում եք, ընդունեք։ Ձեր մագնիսական հմայքն այժմ իր գագաթնակետին է, և դուք կկարողանաք վաճառել ցանկացած գաղափար, ապահովելով լավ մեկնարկային կապիտալ։ Ամսվա վերջում դուք կզարմանաք, թե որքան հեշտությամբ լուծվեց ձեր բնակարանային կամ խոշոր գնումը։ Կույս, միլիոնատեր վերլուծաբան։ Կույսեր, իմ սիրելի աշխատամոլներ, ձեր ժամանակը եկել է։ Ամեն ինչ կարգի բերելու ձեր մոլուցքը վերջապես կբերի ոչ միայն կարգ ու կանոն, այլև իրական կանխիկ գումար։ Մարտի 13-ից սկսած ձեր անձնական փողի գործարանը կգործարկվի։ Համակարգման կանոններ։ Դուք պահել եք աղյուսակներ, գրել եք բիզնես պլաններ, թե պարզապես կուտակել եք գաղափարներ։ Հիմա ժամանակն է այդ գաղափարները դուրս բերելու։ Ձեր պերֆեկցիոնիզմը, որը սրվել է մինչև ավտոմատիզմի աստիճան, թույլ կտա ձեզ նկատել այն անցքը, որից ձեր միջոցները արտահոսել են։ Այն փակելով դուք անմիջապես կավելացնեք ձեր հարստությունը։ Սա կարող է լինել ձեր սակագնի փոփոխություն, ավելորդ բաժանորդագրությունների չեղարկում կամ ձեր հիպոթեկային պայմանների վերանայում։ Փոքր բան,
Ոչ, սա ձեր ապագա բարգավաճման հիմքն է։ Համոզման պարգևը։ Այս ժամանակահատվածում դուք կդառնաք աներևակայելի պերճախոս։ Եթե ցանկացել եք խնդրել աշխատավարձի բարձրացում կամ վաճառել բարդ ապրանք, մարտի 13-ից 20-ը ձեր օրն է։ Ձեր փաստարկները այնքան համոզիչ կլինեն, որ ձեր հակառակորդները պարզապես ոչինչ չեն ունենա դրանց հակադրվելու համար։ Դուք կհասնեք ֆինանսական անկախության, սովորելով գնահատել ձեր աշխատանքն ու ժամանակը, սահմանելով դրա համար ողջամիտ գին։ Ոչ մի համեստություն, միայն հաշվարկ։ Կշեռք, հիանալի հաջողություն։ Կշեռք, դուք միշտ ձգտել եք ներդաշնակության, բայց այն հաճախ խուսափել է ձեզանից, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական հարցերին։ Սկսած 2026 թվականի մարտի 13-ից ներդաշնակությունը կգա ձեզ մոտ։ Գումարը կհայտնվի այնտեղ, որտեղ դուք երազել եք դրա մասին, բայց վախենում եք նույնիսկ հույս ունենալ։ Զանգեր և եկամուտ։ Ձեր հիմնական խնդիրը կարիքի և ցանկության միջև պատրվելն է։ Այժմ այս երկու գծերը կմիանան։ Հնարավոր է, որ ձեր հոբին, որին նվիրել եք ձեր երեկոները, հանկարծ սկսի հսկայական եկամուտ բերել։ Կամ դուք կստանաք աշխատանքի առաջարկ, որը կզգացվի որպես արձակուրդ, բայց պատշաճ աշխատավարձով։ Թույլ տվեք ինքներդ ձեզ շքեղություն անել այն, ինչ սիրում եք, և վարձատրվել դրա համար։ Սա հենց այն է, ինչ տիեզերքը ակնկալում է ձեզանից։ Սոցիալական կապեր։ Մարտի երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք հին ծանոթներին։ Մանկության ընկերը կամ նախկին գործընկերը կառաջարկի ձեզ մասնակցել մի նախագծի, որը կպահանջի նվազագույն ներդրումներ, բայց կբերի առավելագույն եկամուտ։ Սա կարող է լինել գեղեցկության, արվեստի կամ խորհրդատվության հետ կապված ինչ-որ բան։ Ձեր գեղեցկության զգացումը և բնածին նրբանկատությունը կօգնեն ձեզ կնքել այնպիսի գործարք, որը ուրիշներին կշփոթեցնի։ Ֆինանսական անկախությունը ձեզ կհասնի գեղագիտության և դիվանագիտության միջոցով։ Երկվորյակներ։ Տեղեկատվության միջնորդ։ Երկվորյակներ, դուք փոփոխությունների քամին եք, և մարտի 13-ին այս քամին կսկսի լցնել ձեր առագաստները ոսկե ավազով։ Ձեր խնդիրն է խոսել, գրել և շփվել։ Լռությունն այժմ բարգավաճման թշնամին է։ Բերանից բերան։ Լուրեր, բամբասանքներ, նորություններ, այս ամենը կդառնա ձեր արժույթը։ Դուք կարող եք պատահաբար իմանալ, որ հարևան շենքի բնակարանը վաճառվում է շուկայականից ցածր գնով, կամ որ ձեր ընկերը փնտրում է հենց ճիշտ մասնագետին։ Տեղեկատվությունը կգա ակնթարթային հաղորդագրությունների, սոցիալական ցանցերի կամ սրճարաններում պատահական հանդիպումների միջոցով։ Ձեր խնդիրն է չբաց թողնել այս ազդանշանը և իմաստուն կերպով օգտագործել այն։ Բազմակի առաջադրանքներով զբաղվելը արդարացնում է։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է նրանց համար, ովքեր աշխատում են մի քանի ճակատներում։ Եթե դուք ունեք կես դրույքով աշխատանք, որը փոշի է հավաքում, ակտիվացրեք այն։ Համարձակորեն առաջարկեք ձեր ծառայությունները, ստանձնեք նոր նախագծեր։ Նույնիսկ եթե կարծում եք, որ չեք կարող հաղթահարել դա, հիշեք, երկվորյակները գիտեն, թե ինչպես դուրս գալ ցանկացած իրավիճակից։ Ամսվա վերջին դուք կզարմանաք, թե քանի զրո է հայտնվել ձեր հաշվին։ Գլխավորը մտքերի մեջ չխրվելն է, այլ ընդունել այն ամենը, ինչ քո ճանապարհին է ընկնում։ Ջրհոս։ Գաղափարների գեներատոր։ Ջրհոսներ, դուք միշտ աշխարհը մի փոքր այլ կերպ եք տեսել, քան մյուսները, եւ այս փուլային տեղաշարժը այժմ ձեզ ավելի հարուստ կդարձնի։ Մարտի 13-ից սկսած ձեր հանճարեղ, երբևն խենդ գաղափարները կստանան նյութական տեսք։ Ստեղծագործություն զանգվածների համար։ Եթե դուք ստեղծել եք ստարտափ, գրել եք ծրագիր կամ մշակել եք եզակի դիզայն, առաջ գնացեք։ Տիեզերքն այժմ կողմ է ամեն ինչ նորին և ոչ ավանդականին։ Մարդիկ հոգնել են ձևանմուշներից և կգրավվեն ձեր ստեղծագործականությամբ։ Դուք կկարողանաք դրամայնացնել այն, ինչը նախկինում համարում էիք հիմարություն։ Մտավոր սեփականության վաճառքը կամ առցանց ապրանքի ստեղծումը պտուղ կտա թողարկումից հետո 1 շաբաթվա ընթացքում։ Անկախություն տեխնոլոգիայի միջոցով։ Ձեզ համար ֆինանսական անկախությունը սերտորեն կապված կլինի ավտոմատացման հետ։ Դուք պարտավոր չեք աշխատել ամբողջ օրը։ Մշակեք մի համակարգ, որը կաշխատի ձեզ համար։ Դա կարող է լինել բլոգ, ալիք կամ որևէ տեսակի թվային ծառայություն։ Ձեր միտքը ստեղծում է ալգորիթմներ, որոնք թույլ կտան ձեզ եկամուտ ստանալ քնած ժամանակ կամ մեդիտացիայի ժամանակ։ Մի վախեցեք օգնություն խնդրել ձեր ընկերներից, նրանց աջակցությունը հիմա անգնահատելի կլինի։ Դրանք իրականության շունչ կհաղորդեն ձեր ֆանտազիաներին, և սա կստեղծի հրաշալի սիմբիոզ։